Քաղաքականությունն ու արվեստը շատ արվեստագետներ փորձում են տարանջատել, սակայն նկարիչ Հայկ Ղազարյանն իր արվեստում միավորում է այս երկու բևեռները, վստահեցմամբ, որ քաղաքական արվեստն ազդեցիկ է և կարող է երկխոսել մարդու հետ։ Քաղաքականությունը դա գիտություններից մեկն է։ Ինքը շատ բարդ պրոցես է, ինչքան էլ Հայաստանում ոնց քաղաքականությունը նենց էլ ցանկացած առանց բացառությամբ բնագավառ չգիտեմ ինչ աստիճանի է, sense տարօրինակ է, էլի, դա որ նկարես, չգիտեմ, հա այն ժամանակակից կտավներից կդառնեն, որ ավելով ներկծպնում են կտավին, բայց 5 ժամ նկարագրում են։ Հայկ Ղազարյանն ասում է, որ հայրենիքի մասին խոսում է իր կտավների շնորհիվ, ոչ մի ավելորդ կոչ չունի, իսկ քաղաքականության մասին պատմում է իր բրծինը։ Գիտես, նկարիչի ստեղծագործության գլուխ գործոց, ցանկացած կտավ գլուխ գործոց սարքումը ժամանակը։ Ոչ փողն է սարքում, ոչ քաղաքական գործիչը, ոչ աշխարհը, ոչ ժողովուրդը, ոչ այդ պայն ապրող մարդկանց գնահատականը, մենակ ժամանակը։ Ճղես քեզ պատերով տաս, եթե ժամանակը չի, ուրեմն ժամանակը չի, չէ կոչ չունեմ։ Հայկ Ղազարյանն այսօր էլ է շարունակում իր արվեստով անդրադառնալ քաղաքական տարբեր իրողությունների։ Այս Հայաստանում կամ ընտրություն է, կամ նախընտրական է, կամ հետընտրական է, ուրիշ բան գոյություն չունի։ Ես ինչ ծնվել եմ, ես երգրում, կամ ընտրություն է, կամ ընտրությունը կեղծվել են, կամ ընդ չգիտեմ միտինգ է, կամ նախընտրական է, կամ հետընտրական է, կամ ընտրության օր։ Ուրիշ ոչ մի բան չկա, ոչ մի բան։ Թե ինչպես են ծնվում այդ նկար կանխատեսումները, հարցին նկարչի արձագանքը հակիրճ էր։ Կանգնում եմ կտավի առաջ և այդ նկարները գալիս են։ Այն որ ես կանգնում եմ կտավի դեմը, ինչ որ մի բան պատկերացնում եմ, ընթացքը չնայած ստեղծագործությունը չունի վերջ, բայց խոսքս տենց ասեմ էլի, վերջը որ տեսնում եմ ինձ դուր է գալի, ինձի դրանից այն կողմ գնահատական ինչ պետք է գնահատեն։ Ասենք ոնց գլուխը շոյեն, ասեն ապրես նկարիչ ջան։ Հայկը իր արվեստը համարում է հայելի, որում երևույթներն ու մարդիկ արտացոլվում են մարդկային ընկալումների համեմատ և հույս ունի, որ մի օր նկարներում արևոտ սպասումներն ավելի շատ կլինեն։